Մի քանի օր առաջ բանդերականները Մոսկվայից թաղամասում չարություն էին անում, մարդկանց ահագին անհանգստություն են պատճառել։ Դե ես էլ տուժեցի, 20 ժամում Մոսկվա հասանք, այրոպորտները փակ էին։ Ինչևէ, երեք այսօր ստեղ խաղաղ է, բանդերականներից դեռ զենզուկ չկա։ Այստեղ են ասել, էլի չմեռանք, բանդերականներից հետ ուժեցինք, բայց թե ինչ անենք հիմա, բանդերականներին էլ է Աստված ստեղծել, իսկ Աստծո բոլոր ստեղծածները մեզ համար են, մի քիչ էլ մենք տանջվենք։ Ինչևէ, ուզում եմ խոսել Սամվել Կարապետյանի հանդիպման մասին խմբագիրների հետ։ Անձամբ ես հասկացա, որ այն մարդը հրաժարվում է հեղափոխության գաղափարից, իսկ հրաժարվում է, որովհետև չի կարող։ Ինչ է անհրաժեշտ հեղափոխության համար։ Երկու տեսակի աջակցություն, ավելի ճիշտ արտաքին աջակցություն։ Նախ ասեմ, որ ֆրանսիական հեղափոխությունից հետո ոչ մի երկրում ոչ մի իշխանություն չի փոխվել առանց արտաքին գործոնի, եթե իշխանություն փոխողը մեծ անհատականություն չէ, Ֆիդել Կաստրոյի պես կամ Այաթոլլահ Խոմեյնիի պես, որոնք իրենց երկրները առանց որևէ արտաքին միջամտության մաքրեցին, ազատագրեցին ամերիկացիներից։ Հիմա Կարապետյանը Ֆիդել չէ։ Հետևաբար նա պետք է վայելի արտաքին աջակցություն։ Հիմա արտաքին աջակցություն նա վայելում է։ Արտաքին աջակցություն նախ երկու ձևի պետք է լինի։ Առաջինը ֆինանսական, որի կարիքը Կարապետյանը չունի, երկրորդը քաղաքական։ Քաղաքական աջակցություն նա ունի։ Օրինակ սրան չշնորհելը, ընտրությունների արդյունքները չճանաչելը, դա արդեն լուրջ աջակցություն է Կարապետյանի համար, բայց չունի ամենակարևոր բաղադրյալը։ Դա իմունիտետն է, որը Ռուսաստանը չի կարող նրան տալ։ Օրինակ Փաշինյան Նիկոլը 2018 թվականին ուներ այդ իմունիտետը, նրան ասել էին գնա իշխանությունը վերցրա, որ հետո մեր հանձնարարությունները կատարես, ռադիո կգրավես, պաշտպանության նախարարություն կգրավես, ինչ ուզում ես արա, քո խատրին չեն կպնի։ Եվ տենց էլ եղավ։ Կարապետյանը չունի իմունիտետ, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող նրան այդ իմունիտետով ապահովել։ Նշանակում է, նա չի կարող ձեռնարկել որևէ հեղափոխություն և հրաժարվում է դրանից։ Նա ասում է գնանք ընդդիմությունը համախմբենք։ Հա, համախմբի ընդդիմությունը, հետո փորձենք պարլամենտում կամ պարլամենտից դուրս սրաքթից բերենք, թույլ չտանք հակասահմանադրական բաներ անի, սահմանադրություն, հանի հանրաքվեի, ինչի համար 2/3 ապետ պարլամենտում որը չունի, հետո արևմտյան դեսպանների հետ հանդիպենք։ Նախ ասեմ, որ այս հարցում Կարապետյանը սխալվում է։ Ինչքան ձայն, որ նրան պետք եղավ, ընդդիմությունից ինքը կվերցնի։ Դե վերջի անասնագողությունը, պատգամավորագողությունը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունի, և դա շատ հնարավոր է, և դա ինքը երաշխավորված չէ, որ իր ֆրակցիայից մի 10 հոգի կամ ինչքան որ պետք եղավ Փաշինյանին չընտրնի Փաշինյան Նիկոլի գիրկը, եթե 21 թվի Քոչարյանի ֆրակցիան տեսնենք, այդ ֆրակցիան ուղղակի փլուզվեց, չէ, էլ Գեգամ Նազարյան, էլ դեռ ինչ-որ Վայե Հակոբյան կար, դա չի կարելի երաշխիքն ունենալ և այդ հույսով ապրել, որ քո ֆրակցիան
քեզ հավատարիմ կմնա, որովհետև բոլորը մարդ են, բոլորը խոցելի են, հետո բոլորը իրենց շահերն են ավելի շատ գնահատում, քան թիմի շահերը, չէ։ Այսօր այդ պահը հույզնել ֆրակցիայի մոնոլիտության վրա դա սխալ է։ Եվ երկրորդը ինչ-որ փորձել արևմուտքին ինչ-որ բան բացատրել, խնդրել, համոզել, որ այս բանը մի արեք, տեսեք Նիկոլա առաջի քրիստոնեական պետությունը ոչնչացնում է, եկեք չթողնենք ոչնչացնել, սա ուղղակի ոչ թե միամտություն է, մանկամտություն է։ Արևմուտքը սկզբունքորեն ոչնչացնում է Հայաստանը։ Սկզբունքորեն։ Ինչ չեք հավատում, հավատացեք, ասենք Խառատյան Արսենին, որը առանցքային դեմք էր Հայաստանի իշխանությունում, որը ազնվորեն ասում է, ամերիկացիք մեզ ասեցին, որ Ղարաբաղի բնակչությանը հետ բերեք։ Մեզ պետք չի հայ բնակչություն Ղարաբաղում։ Որովհետև ռուսներն են դեղեն, ռուսներն է ստիպված կգնան։ Ինչ արեցին, այս մարդիկ սկսեցին Եվրոպաներում քարշ գալ, Եվրոպաներում բանակցել, ինչ-որ Շարլ Միշել բան, վերջում Մակրոն, վերջում եղավ Պրագան։ Պրագայից հետո ինչ եղավ, համատեղ ջանքերով բլոկադա կազմակերպեցին։ Հետո հակատերորիստական օպերացիա Փաշինյան Նիկոլի համաձայնությամբ եւ մասնակցությամբ, դե ինչ տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերի 19-ին, դա շատ բնականon եւ ոչ զարմանալի բան էր, որովհետեւ Ալիևը ինչ անի բա իր երկրում, իր երկրի տարածքում գործում է տերորիստական, լավ կամ ավելի մեղմ ասենք, ապօրինի զինված խմբավորումներ, դրանց պիտի զինաթափի, թե չէ, զինաթափես մարդը։ Եվ դա, ինչպես ռուսերեն ասում, как по маслу այդ օպերացիան իրագործեց, եւ այսօր փորձել արևմուտքի հետ խոսել, արևմտյան դեսպանների հետ, թե եկեք փրկենք հայ ժողովրդին, առաջի քրիստոնեական ազնա եւ այլն, խոսել այդ մասին այն մարդկանց հետ, ովքեր ոչնչացնում են Հայաստանը, որովհետեւ իրանց պետք է ոչնչացնել, որովհետեւ նրանց պետք չի այստեղ Հայաստան պետություն, որովհետեւ նրանց թուրան է պետք, որովհետեւ նրանք 1000-ումի նպատակ ունեն այս տարածքի հետ կապված հակաչինական եւ հակառուսական, նաեւ հակաիրանական մտադրություններ ունեն։ Իրանց ինչ պետք է Հայաստան պետությունը այս երկրում, իսկ եթե անհրաժեշտ եղավ նաեւ որ այս տարածքը հայաթափվի, դե դա էլ կանեն, Արցախը ձեզ օրինակ։ Հիմա ես ինչ ասեմ, մարդն ասում է, ես հեղափոխություն անել չեմ կարող եւ ճիշտ է ասում, չի ստում եւ նրան պետք չի մեղադրել, որովհետեւ նա չունի իմունիտետ իրեն ոչ ոք չի տա, Պուտինը չէ, 1500 հատ Պուտինը լի չի կարող ամերիկյան գրանտակեր գործակալների ղեկավարած երկրում նրան իմունիտետ տա, չի կարող, եւ ինքն էլ պետք չի իրենից նեղանալ, որ ինքը ինչ-որ Ֆիդել Կաստրո չէ, դե մի Ֆիդել Կաստրոները 100 տարին մեկ են ծնվում, չի կարելի ասենք փողոցում մի ջութակար բռնել եւ ասել «Յա դուխի Պագանինի պես չես նվագում», չի կարող մարդը չունի այդ տաղանդը, կամ ինչ-որ մի ֆիզիկոսից, ասենք Իոաննիսյան Դանիելից պահանջեց տեղի ինքը Էյնշտեյնի մակարդակի ֆիզիկոս չի, չի կարելի, ինքն է Էյնշտեյնից հզոր է մեկ այլ բանում, տիեզերական, անբարոյականի մարտադրանք է, դե մի ինչ անենք, տաղանդավոր գրանտակեր է, այսինքն սա է հարցը, եւ հիմա ես չեմ պատկերացնում, այսինքն ես այն երզակացությանն եմ եկել, որ ոչ մի Հայաստանի իշխանափոխությունը, եթե տեղի ունենա, դա տեղի կունենա ոչ հայկական քաղաքական ուժերի շնորհիվ կամ մասնակցությամբ,
Առնվազն սա գործային վիճակի պիտի հասցնի իր այս հակառուսական պրոյեկտներով, որոնց հեղինակն է բնականաբար ինքը չէ, նրան պարտադրվում են, որ սրա հարցը դնեն լուծեն այլ ձևով։ Չգիտեմ ոնց, թե Մադուրոյի պես սրան մեշոկով կգցեն կտանեն միտեղ, թե այլ բան կանեն, թե այնտեղ Իրանի այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ինչ-որ լուրջ քայլեր կարող է ձեռնարկել սրա դեմ եւ սպասել նրան, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի դիմությունը ինչ-որ ազգափրկիչ օպերացիա կկազմակերպի, առնվազն միամտություն է։ Եվ գիտեք, հարցը ողբերգությունն է, որ մենք չենք էլ կարող նեղանալ այդ մարդկանցից։ Հիմա լավ ոնց ինչ պրետենզիա ներկայացնես Սամվել Կարապետյանին, չի կարող մարդը այդ բանն անել։ Չի կարող։ 200 հոգի են մարդու թիմից այսօր նստած են, ամենաակտիվ ճարպիկ մասսան։ Վաղ 2000 կնստեն։ Նույնը Քոչարյանից ինչ պահանջես։ Այն ամենալկտի ձևով այս մարդիկ Քոչարյանին, որը ոչ հետախուզման մեջ է, ոչ խափաման միջոց ունի, արգելում են երկրից դուրս գալ։ Այս մարդկանց համար ոչ օրենք կա գրված, ոչ մի բան, ինչ ուզեն կանեն։ Սրանց հետ պայքարելը դա նույնն է, որ դու մի հատ փոքր ավտոմատով կամ մակարավատրճանակով դու փորձես տանկի հետ կռվել։ Հերդ կանիցի չէ տանկը։ Հերդ կանիցի։ Եվ հիմա ես չգիտեմ իրադարձությունները ոնց կզարգանան։ Մի բան գիտեմ, որ սրա դեմ պայքարը մեր ընդդիմության կունենա մոտավորապես այն հաջողությունները, որն ունեցավ 21 թվի գումարման խորհրդարանը, այսինքն ոչ մի հաջողություն։ Ինքը կշարունակի իր ազգակործան գործունեությունը, Հայաստանը կշարունակի վարի գնալ, եւ այս ամենը կտևի այնքան մինչև որ Հայաստանի իրավիճակը արդեն սկսես կատեգորիկ վտանգել, վնասել այլ տերությունների շահերին։ Հիմա ես ուղղակի չգիտեմ, թե անկեղծ չեմ էլ կարող խորհուրդ տալ, թե ինչ անի Կարապետյանը։ Ինչ անի։ Ամենակարևոր բանը, որը պետք է անի, ի վիճակի չէ ֆիզիկապես, նրանից հնարավոր չէ դա պահանջել։ Մի բան է հստակ, որ գրեթե ցուցվանգային իրավիճակ է։ Հետո այսօր էլի սկսել են շատերը մեղադրել ժողովրդին, թե ժողովուրդը խի դուրս չի գալիս, խի բան չէ։ Լավ, վերջապես կարելի է հասկանալ, չէ՞ որ ժողովուրդը խմբոր է։ Ժողովրդից կարաս բուխանկա սարքես, կարաս եսի ինչ անես, կարաս գաթա կամ եսի ինչ ուզես կանես, անողն է պետք։ Այդ ժողովուրդը նույն հայ ժողովուրդը չէր, որ 18 թվին տասնյակ հազարներով դուրս եկավ հրապարակ եւ տապալեց Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Ինչու դուրս եկավ, որովհետեւ Փաշինյան Նիկոլը հանեց։ Իսկ ինչու Փաշինյան Նիկոլը հանեց, որովհետեւ ուներ բոլոր անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները, ամենակարևոր իմունիտետը, որը նրան տվել էին արևմուտքում։ Հիմա եթե մեկը հանի ժողովրդին փողոց, իհարկե ժողովուրդը դուրս կգա։ Այս անգամ 60,000 դուրս չի գա, 120,000-ով է դուրս կգա։ Բայց այդ ամեն ինչը բախվում է մի պատի հետ, որը ոչ ոք չի կարող ոչ կոտրել, ոչ այդ պատից թռնել։ Հիմա ինչ ասենք,
պետք է սպասել թե ինչ հանգուցալուծում կունենա Հայաստանի իրավիճակը, իսկ այդ հանգուցալուծումը շատ ցավոք հայ ժողովրդի հետ կապ չի ունենա, ոչ Հայաստանի պետության հետ։ Այն է ուրախացնում այս ողջ պատմության մեջ, որ Փաշինյան Նիկոլը եւ նրա գործատուները, նրա վերադասները կանգ չեն առնի իրենց տրենդը չեն փոխի։ Այսինքն նրանք մինչև վերջ գնանք շարունակեն իրենց հակառուսական, հակաչինական, հակաիրանական գործունեությունը եւ մինչև վերջ կշարունակեն սրան օգտագործել որպես հակառուսական, հակաչինական, հակաիրանական գործիք։ Հիմա այդ գործիքը երբ կջարդի եւ կամ ով կջարդի, դա այս պահի դրությամբ չենք կարող ասել։ Իսկ Սամվել Կարապետյանին ուղղակի ինչ անենք։ Խորհուրդ չկա նրան տալու, որովհետև մարդը անկեղծ ասես հաջողություն կցանկանանք, բայց թե ինչ հաջողություն կարող է ունենալ մարդը, որը ոչ մի լուրջ բան պատրաստ չէ անելու։ Իսկ այդ դեսպան, մեսպանների հետ խոսելը դավակի ժամանակի կորուստ է։ Այդ ոնց որ գնաս մի շատ մեծ գայլի հետ, խոսես թե այ գայլ ջան, արի են մյուս փոքր գալին ասա, այս մեր գառներին չուտի էլի, ոնց կարելի է այդ գառի փրկելու հույսով գնալ տես բան ասել։ Ինչով է թող փորձեն աշխատեն։ Ինչ ասեմ, առայժմ այսքանը կհանդիպենք։